Ժողովուրդ ջան, Աստծո խոսքն ասում է, ես ուրախ եղա, երբ ինձ ասեցին, Տիրոջ տուն գնանք։ Քանիսս ենք եկել Աստծուն պաշտելու, քանիսս ենք եկել այսօր մեր պաշտանմունքը մատուցանելու Աստծուն։ Ասեմ, որ Աստծուն հաճելի է մեր պաշտանմունքը, Աստված հաճենում է քո երկրպագությունը։ Նամանավանդ, որ միաբանության մեջ է կատարվում երկրպագությունը, Աստված հաճենում է այդ մթնոլորտը։ Հուսամ, որ այսօր այստեղ միաբան մթնոլորտ կստեղծվի, որ բոլորս միասին կարող ենք երկրպագել եւ փառաբանել Աստծուն մեկ շունչ, մեկ հոգի դարձած։ Հասկանում եք, անձնական աստվածապաշտություն կա, մենք ամեն օր պետք է ունենենք մեր ծածուկ սենյակը, որտեղ մենք գոհության, շնորհակալության, ընծաներ բերենք Տիրոջը, միշտ պատվենք Աստծուն, բայց կա նաև համատեղ Աստծո եկեղեցին, որ հավաքվում է մեկտեղ եւ կարեւոր է, որ միաբան լինենք, որպեսզի Աստված հաճենա մեր պաշտանմունքին։ 133 Սաղմոսը ձեզ շատ ծանոթ տեղ է։ Տես ինչքան բարի է եւ ինչքան ցանկալի, որ եղբայրներ իրար հետ մեկտեղ բնակվեն։ Այն ազնիվ յուղի պես է գլխի վրա, որ թափվում է մորուքի, այսինքն Ահարոնի մորուքի վրա եւ իջնում է մինչեւ նրա հանդերձների ծայրը։ Հերմոնի շաղի պես է, որ վար է գալիս Սիոնի սարի վրա, որտեվ Տերը այնտեղ պատրաստեց օրհնություն եւ կյանք մինչեւ հավիտյան։ Հետաքրքիր է, եթե բառերին ուշադրություն եք դարձնում, այսպես է ասում. երբ եղբայրներ իրար հետ միաբան են, համեմատություն անում, Հերմոնի շաղի պես է եւ այլն, որտեվ ասում է այդ միաբանության մեջ Աստված հաստատեց կյանք եւ օրհնություն, որտեվ Աստված Տերը այնտեղ պատրաստեց օրհնություն եւ կյանք մինչեւ հավիտյան։ Ես հավատում եմ, որ երբ որ կա միաբանությունը, այդ մթնոլորտը վերցնում է Աստված եւ այդտեղ պատրաստում է օրհնություն, այդտեղ գալիս է օրհնության անձրևները։ Մի հայկական ասացվածք ասում է, Աստված սարը տենում, ձունը դնում է, հա։ Աստված տեսնում է այն միաբանությունը եւ իր օրհնությունները լեցնում այդտեղ։ Այնքան Աստծո ներկայությունը կարող է շիկացած լինել այս վայրում, որ նույնիսկ հիվանդը մտնի առանց աղոթի, առանց որևէ բանի, ուղակի մտնես ներկայության մեջ եւ հիվանդը կարող է բժշկվել։ Երբ որ մեկը խնդիրներ ունի անձնական, կարող է մտնել Աստծո ներկայության մեջ եւ ազատագրվել։ Ես ուզում եմ այդ մթնոլորտը կայանա մեր եկեղեցում։ Երբ որ Դավիթը պարում էր տապանակի առաջ, նրա կինը Մեղքողի հայացքը ինչ էր դատապարտող, որ նայում էր, ասում էր, եկա մարդը ամոթ չի անում, անգելա սկսում է պարել, թագավորին վայել բան չի անում։ Աստծո ժողովուրդ, այսօր մեր կյանքից մեղքողի հայացքները պետքա կտրենք։ Մեզանից հեռացնենք մեղքողի մտածելակերպը։ Մեզանից հեռացնենք ամեն սխալ բան, տենց որ թվարկենք շատ կասեմ։ Եվ գանք այսօր պաշտանմունքի, ես ուզում եմ իմ Աստծուն պաշտանմունք մատուցանեմ։ Երբ որ Երուսաղեմը կառուցվում էր, անպայման գտնվում էին մարդիկ, որ պետք է ծաղրեին, որ պետք է չթողնեն, որ կառուցվի։ Մի ուշադրություն դարձրեք նրանց վրա, ովքեր որ քո կառույցի, հա, երբ որ քո անձի կառույցի, քո Երուսաղեմը երբ որ կառուցվում է, միգուցե ոմանք ծիծաղեն, միգուցե ոմանք նրանց հայացքին ուշադրություն մի դարձրա, նրանց ուշադրություն մի դարձրա, այսօր դու քո Տեր Աստծուն ես եկել պաշտես։ Մի քիչ թույլ տվեք ասեմ, մի քիչ իրավունքով մեր հայկական մտածելակերպի մեջ բաներ կա, որ մենք շատ ենք հասարակական կարծիքից կախված ապրում։ Միշտ հարցնում եմ, ինչի եք տենց անում, դա ասում է, տենց է
ընդունվածը տենց ենք անում, բոլորը տենց են անում, մենք էլ ենք տենց անում։ Մի քիչ սենց հասարակական կարծիք կա, էլի, որ ուրիշների կարծիքից կախված ենք ապրում։ Ձեզ խնդրում եմ, այսօր մենք ամբողջովին իրավունք ենք վերապահում կախված լինել միայն Աստծո կարծիքից։ Հեսա որ կանգնելու ենք աղոթքի, ես հիմա այդ եմ ուզում անեմ, պատրաստեմ ձեզ։ Հեսա որ կանգնենք աղոթքի, դու ես մտածի, Տեր, ինչ ես մտածում իմ մասին։ Տեր, ինչ ես մտածում։ Չասես թե էսի տենաս ինչա մտածում։ Լավ է ձեռս բարձրացնեմ, հեսա մի բան կասի։ Չէ, երևի ես աղոթեմ կողքինս խնդա։ Լսի, տենց չենք մտածում։ Ես ուզում եմ, որ մենք ամբողջովին կախված լինենք Աստծոց։ Ու ուզում եմ, որ կարողանանք մի մթնոլորտ ստեղծել, որ Աստված այդտեղ հաստատի կյանք եւ օրհնություն։ Կյանք եւ օրհնություն, այսինքն, երբ որ այդ վայրում, որ եղբայրներ իրար հետ մեկտեղ բնակվեն, դա ցանկալի է Աստծուն։ Եվ Աստված այդտեղ գալիս է։ Վերջին անձրևների պես թափվում է նրա օրհնությունները, երկրորդ խոսքը դրեք։ Նրա վրա գալիս է օրհնությունները, այն ազնիվ յուղի պես է գլխի վրա, որ թափվում է մորուքի, այսինքն Ահարոնի մորուքի վրա, իջնում է մինչև նրա հանդերձների ծայրը, այդպես այտենց յուղաթաթաղ նրա ներկայությունը, այսպես թանձր յուղի պես իջնում է, եւ երրորդ խոսքում ասում է, որ որովհետև Տերը այնտեղ պատրաստեց օրհնություն եւ կյանք մինչև հավիտյան, եկեք կանգնենք ոտքի։